Շնորհակալություն։ Քիչ առաջ ձեր ընդդիմադիր գործընկերները ասացին, որ իշխանությունը խուսափում է անվանել այն երկիրը, որտեղից հիբրիդային միջամտություններ են լինում։ Ես խնդրում եմ արձագանքեք այս հայտարարությանը եւ իմ հարցը անհետ կորածների հարազատներին է վերաբերում։ Նրանք պահանջում են 44-օրյա պատերազմի մասին քննիչ զեկույցի հրապարակումը։ Հնարավոր է, որ ազգային ժողովում թեկուզ փակ ձևաչափով հանդիպում լինի եւ նրանց հետ քննարկվի այս զեկույցը եւ շփվել եք այս ընթացքում եւ ինչ են փոխանցում նրանք ձեզ։ Զեկույցի վերաբերյալ ձեր հարցին արձագանքեմ, տեսեք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ եւ դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ։ Սրա մասին մենք բազմիցս խոսել ենք։ Ինչ վերաբերում է անհետ կորածների ծնողների, հարազատների հետ աշխատանքին, մենք նրանց հետ պարբերական աշխատանք ենք իրականացնում եւ այս իմաստով ես կարծում եմ, որ ամեն բան արվում է մեր կողմից, ուրեմն նրանց նկատմամբ հոգատարության նաեւ իմաստով։ Սա է ձեր հարցի պատասխանը քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման վերաբերյալ։ Մյուս հարցին գործընկերուհիս կպատասխանի։ Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ ինչ է հիբրիդային հարձակումը, հետո պնդումներ անել հիբրիդային հարձակումների հետ կապված, որովհետև մշտապես կեղծ լուր քաղաքական ընդդիմախոսների կողմից ինչ որ կեղծ պնդումները նրանք հիբրիդային հարձակումներ են որակում, այնինչ հիբրիդային հարձակումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության ներքո, որ դուք նշեցիք, այսինքն արտաքին միջամտությունը։ Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները եւ մենք տեսնում ենք շատ բացահայտ հստակ կերպով ասում ենք եւ ռուսական եւ թուրքական եւ ադրբեջանական տարբեր մամուլներում մենք տեսնում ենք եթե կոնկրետ հիբրիդային հարձակումները fake news-ի մասովի նկատի ունեք, մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակը, երեկ էլ է տեղի ունեցել նման հարձակում, գիտեք, հրապարակումները տարբեր անանուն կայքերում են լինում կամ շատ հայտնի կայքի որևիցե տար փոփոխությամբ, որպեսզի շփոթեցնեն քաղաքացիներին եւ այն տեղեկատվությունը, որը վերաբերվում է վարչապետի ընտանիքին, մեր կառավարող ուժի մասին ինչ որ անհեթեթ պնդումներին, մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել մինչեւ հայկական մեդիա դաշտը կլծվի դրանով եւ ես հորդորում եմ նաեւ լրատվականներին, որպեսզի հետևեն այն հերքումներին եւ շարունակեն տարածել այդ տեղեկատվությունը, որը արտաքին միջամտություն է մեր երկրի ներքին գործերին։ Շնորհակալություն։